Գյումրին առանց տնակների հիմնադրամը ձևավորվելուց հետո արդեն սկսում է գործուն քայլերի անցման փուլը։ Եթե մինչ այս պահը հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստերում քննարկվում էին առաջնահերթությունները, գործողությունների հաջորդականությունը, այս նիստում արդեն պարզ դարձավ հիմնադրամն անցնում է գործնական քայլերի։ Մեր նպատակը առաջին հերթին քաղաքը մաքրել տնակներից։ Այս պարագայում առաջին խնդիրը մենք որոշեցինք քաղաքաշինական նկատառումից մոտենալ, վերցնել այն տարածքները, որտեղ քաղաքաշինական առաջնահերթություն կա։ Խորհրդի նիստում հաշվետվություններ ներկայացվեցին մշտադիտարկման, հանրային կապերի, ֆինանսների կառավարման եւ միջոցների հայթայթման վերաբերյալ հանձնաժողովների կատարած աշխատանքները։ Ըստ զեկուցող Արմեն Ներսիսյանի, հանդիպել են տնակներում բնակվող շատ ընտանիքների, որոնք հրաժարվել են բնակարանատեր դառնալուց, քանի որ չեն ցանկանում թողնել իրենց տնակների տարածքներում ստեղծված տնտեսությունները կամ բնակության տեղափոխվել ծայրամասային թաղամաս։ Զարմանալի է, ցավալի է, բայց փաստ է, որ մարդիկ կան, որոնք ապրել են 25 տարի տնակներում, պետության կողմից փոխհատուցվել են կամ փոխհատուցման ենթակա չեն եղել։ Այնուամենայնիվ ապրում են տնակներում, բայց շատ հետաքրքիր է, որ որոշակի պահանջատիրական դիրքերից են մոտենում, որոշակի պահանջներ են տնում, թե ինչպիսի տուն են ուզում, որ հարկ են ուզում, որ թաղամասում են ուզում, ինչպիսի կահույքով են ուզում։ Առաջնահերթ տնակներից ազատվելու է Բարեկամություն այգին, այստեղ տեղակայված է 234 տնակային ավանը 50-ից ավել տնակներով։ Թեև այս պահին հանգանակված գումարները շատ չնչին են, սակայն ծրագրի համաձայն պետք է կամաց-կամաց Գյումրին ազատվի տնակներից։ Այս պահին տեմպերը շատ տանդաղ են, մուտքագրումները շատ տանդաղ են, կարևորը ինչքան շուտ մուտքագրվի գումարներ, ինչքան բարերարները շատ լինեն, այնքան արագ, այնքան շատ շուտ կազատենք այդ տարածքը, որը հետագայում կծառայի որպես այգի մեր քաղաքի բնակչության համար։ Հիմնադրամի ֆինանսական միջոցները գոյանում են հիմնականում քաղաքապետարանի ենթակայության հաստատությունների աշխատակիցների աշխատավարձերի 1%-ի փոխանցմամբ, եւ տնակներում բնակվողներն էլ պետք է հստակ իմանան, եթե հրաժարվում են տրամադրվելիք բնակարաններից, ապա դուրս են մնում ծրագրից։ Ըստ դրությամբ հիմնադրամում հաշվի համարի վրա կա 13 միլիոն 940,000 դրամ, որոնք որ եղել են զուտ քաղաքապետարանի աշխատակիցների եւ կից կառույցների եւ քաղաքապետի անձնական աշխատավարձի միջոցներով։ Այլ մուտքեր դեռ չունենք, բայց դիմելու ենք բոլոր կազմակերպություններին, բոլոր անհատներին, դիմելու ենք հրաժարական կամքով, իրենց ցանկությամբ օգտակար լինեն մեր կատարած լավ աշխատանքին։ Առանձին ընտանիքների մոտ չնայած, որ սոցիալական կարգավիճակի խնդիր կա, սոցիալական ծանր պայմաններ են, դաժան նույնիսկ պայմաններ են, բայց այնուամենայնիվ համաձայնությունները դժվարությամբ են ստանում։ Այս պահի դրությամբ կան շահառուներ, որոնք ցանկություն հայտնել են, համապատասխան աշխատանքները կատարվում են եւ հուսով եմ, որ հիմնադրամը որոշումը կայացնելուց հետո շատ մոտ ապագայում արդեն process-ը սկսված կլինի եւ սա նաեւ չեմ ուզում ասել ահազանգ, բայց այնուամենայնիվ ուղենիշ կլինի մնացածին, որ այս կարևորագույն շանսից օգտվեն։ Գյումրին առանց տնակների հիմնադրամի կողմից մեկ բնակարան տնակում ապրող ընտանիքի կնվիրի նաև Շիրակ հայրենակցական միավորումը, որի մասին հայտարարեց անձամբ ՀԿ նախագահ Վարազդատ Ավոյանը խորհրդի նիստի ժամանակ։ Մարիամ Խալաթյան, Արման Գասպարյան, Օրագիծ։